Բարեկամներ, մենք կրկին օրագիր նյուսի տաղավարում ենք եւ շարունակում ենք Արցախական խորագրի ներքո հարցազրույցի հրավիրել Արցախի հայտնի մտավորականներին, պետական քաղաքական գործիչներին եւ այսօր մեր հյուրը մի մարդ է, ով կարծես այդ բոլորը համատեղել է միտեղ, գիտնական, պատմաբան, Արցախի հանրապետության մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն է այսօր մեր հյուրը, ով ներկայումս հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետը։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Հովհաննիսյան, ինչու եք հիմա զբաղվում։ Աշխատում եք, զբաղմունք ունեք։ Այո, աշխատում եմ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում, ինչպես նաեւ դասավանդում եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության եւ ազգագրության բաժնում։ Իսկ այդ դա ինչ է ընդհանրում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ։ Ինչպես գիտեք, Արցախի բռնազավթումից հետո եւ բնակչության բռնագաղթից հետո ամենայն հայոց կաթողիկոսի հատուկ կոնտակով պահպանվեց Արցախի թեմը, իսկ թեմը եթե պահպանում, ապա պետք է ունենա նաև թեմական խորհուրդ եւ այդ թեմական խորհուրդը ընդհանրապես այս պայմաններում նորովի պետք է այդ ամեն ինչը կազմակերպի, որովհետեւ թեմը ի վերջո կորցրել է իր տարածքը, կորցրել է իր ուրեմն եկեղեցիները եւ բնականաբար այստեղ մենք պետք է գործենք նորովի նոր պայմաններին համահունչ եւ այդ իսկ պատճառով էլ մենք այդ ուրեմն վերափոխումները կատարեցինք եւ այսօր թեմը իհարկե ոչ ինչպես կուզենայինք այնպես ուրեմն ինչպես մենք ցանկանում էինք եւ ինչպես կուզենայինք որ գործեինք Արցախում եւ թեմը իր լիարժեք գործունեությունը կատարել, սակայն իրողությունն այն է որ այսօր գտնում ենք ուրեմն Հայաստանի Հանրապետությունում եւ բնականաբար պետք է այս նոր իրողություններին համահունչ կազմակերպել թեմի եւ թեմական խորհրդի աշխատանքը եւ ուրեմն Սրբազան առաջնորդի հետ միասին կատարում ենք տարբեր ուրեմն տեսակի աշխատանքներ, թեմը բավականին այսպես ուրեմն աշխատանքներ են կատարում, իհարկե սահմանափակ է այդ ամեն ինչը հնարավորություններ, այստեղ շատ գործոններ կա, սա մի առանձին թեմա է, սա մի առանձին երևի թե հարցազրույցի թեմա է, բայց այն կարևոր գործառույթները, որ այսօր դրված է թեմի, թեմակալ առաջնորդի եւ թեմական խորհրդի վրա, ասենք դա մեր մշակութային ժառանգության ուրեմն պահպանության հիմնախնդիրներն են, դրա հանրահռչակումն է, որը հանդես է գալիս տարբեր դրսերում, այսինքն դա ուրեմն մատենաշարային հրատարակություններ, դա տարբեր տեսակի միջոցառումներ, աշխատաժողովներ, խորհրդաժողովներ, ինչպես նաև հանդիպում արցախցիների հետ, որոնք ինչպես գիտենք սփռված են ոչ Հայաստանի Հանրապետության մեջ եւ թե Սրբազան առաջնորդը թե ուրեմն թեմական խորհուրդը մոտ 2 տասնյակ միասին մոտ 2 տասնյակից ավելի հանդիպումներ են ունեցել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերու բնակչության հետ, լսել մեր բնակչության կարծիքները տարբեր էին եւ ժողովրդի հետ շփումը շատ կարեւոր էր, որպեսզի հասկանալ թե ինչպիսի այսօր մեր ժողովուրդը ինչպիսի կարիքների եւ ինչպիսի խնդիրների մեջ է եւ հնարավորինս իհարկե նորից եմ կրկնում սահմանափակ են մեր հնարավորությունը, բնականաբար դա տեսանելի է, բայց ամենայն դեպս այդ աշխատանքները նաև գործում է վերականգնողական կենտրոնը, որը ուրեմն համապատասխան աջակցություն է ցուցաբերում հատկապես հաշմանդամություն ունեցող թե ուրեմն մանուկներին եւ թե ուրեմն մեծահասակներին։ Ուզում եմ ասել, որ բազմաբնույթ է աշխատանքը եւ այդ իսկ պատճառով նաեւ որոշակի
անընդհատ գտնում ենք տարբեր ուրեմն պրպտումների մեջ, տարբեր ծրագրերի իրականացման պահով, ասեմ նաև որ բավականին նաև ուրիշ այլ ծրագրեր են իրագործվում, հատկապես դա թե հոգեբանական աջակցությունն է, թե ուրեմն երեխաների հետ կապված տարբեր ծրագրեր են, այդ թվում նաև Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, օրինակ ասենք բարբառի պահպանումը եւ այլն, այսինքն թեմի ծրագրերը բազմապիսի եւ բազմաբնույթ են, բայց ցավոք սրտի իհարկե սահմանափակ հնարավորություններով։ Մեծ հաշվով կարելի է ասել, որ ձեր կյանքի ուղին, ձեր անցած ճանապարհը եւ պաշտոնավարությունը եւ գիտական գործունեությունը նվիրված էր Արցախի մշակութային ժառանգությանը։ Հիմա այդ մշակութային ժառանգությունը չասենք կորսված է, լինենք լավատես, բայց մեծապես վտանգված է։ Ինչ կասեք այս կապակցությամբ։ Իրոք իմ գործունեությունը առնվազն 2003 թվականից կապված է Արցախի մշակութային ժառանգության վկայագրման, ուսումնասիրման, հանրահռչակման հետ, ինչպես գիտեք, նաև 2009 թվականից ես վարում էի «Մեր երկիր» հաղորդաշարը, որը հենց նվիրված էր հիմնականում մեծամասամբ մեր մշակութային ժառանգությանը։ Այսօր ցավոք սրտի ուրեմն գտնվում է ուրեմն վտանգված է եւ գտնում է ոչնչացման եզրին, այդ ուրեմն դա կարող ենք ասել մի այսպես բառակապակցությամբ մշակութային ցեղասպանություն կամ մշակութային էթնոցիդ։ Իրոք այսօր մեր մշակութային ժառանգությունը յուրացվում է, մեր մշակութային ժառանգությունը ոչնչացվում է, մեր մշակութային ժառանգությունը ենթարկվում է վանդալիզմի եւ պղծման։ Նաեւ ասեմ, որ այսօր մի շատ ավելի ահավոր երևույթ է տեղ ունենում Արցախում, դա մեր պատմական լանդշաֆտի փոփոխությունն է, որը կատարվում է մեր հարյուրամյակների, նույնիսկ հազարամյակների պատմություն ունեցող գյուղերի ոչնչացումով, բնակավայրերի ոչնչացումով։ Այսօր, ինչպես գիտեք, գրեթե համարյա ոչնչացված է Շուշիի շրջանի Քարինտակ գյուղը, նույն շրջանի Լիսագորը ընդհանրապես ջնջված է երկրի ես, այսինքն տեղը չգիտենք ինչեր են կառուցել։ Նույն ձևով ավերվել են Հադրութի շրջանի Խծապերտ, Մոխրենես, Թաղոտ, Մարտունու շրջանի Սարգսաշեն, մի խոսքով կարող ենք այսպես ամեն օր գրեթե լսում ենք, որ այս կամ այն բնակավայրը կամ այս կամ այն հուշահամալիրը կամ այս կամ այն կամ Ստեփանակերտի թաղամասերն են ամբողջապես ոչնչացված, այսինքն Թամանյանական Ստեփանակերտից գրեթե ոչինչ չի մնացել, այսպես ասենք, որը եւ ինչպես նաեւ ես ուրեմն այդ ուրեմն հանրահավաքի ժամանակ ասեցի, փաստորեն Թամանյանի հատակագծով կառուցված մեր երկրորդ մայրաքաղաքը այսօր ենթարկվել է ավերումների եւ թամանյանական նույն ոճը այսօր Ստեփանակերտում ոչնչացվում է։ Սա մեծ ցավ է, մեծ ողբերգություն է, հատկապես այն մարդու համար, որը, ինչպես նշեցի, իր մոտ 20 տարի զբաղվել է մշակութային ժառանգության խնդիրներով, նրա վկայակում նաև պաշտոնի բերումով նաև ղեկավարել եմ այդ ուրեմն ոլորտը, համակարգել եմ այդ ոլորտը, բնականաբար այդ զգացողությունը, որ կա այսօր մեր մշակութային ժառանգության ճակատագրի հետ կապված մտահոգիչ է եւ ցավոք սրտի միջազգային հանրությունը, այդ թվում ինչու՞ չէ, եկեք իրենց Հայաստանի Հանրապետության իշխանությունները բացի մի քանի այսպես հերթապահ հայտարարություններից ոչ մի քայլ չեն ձեռնարկում, իրական քայլ մենք չենք տեսնում, տարբեր պատճառաբանություններով, տարբեր չգիտեմ ինչերով, կարծես թե ցանկանում են զբաղվել, բայց չգիտեմ, չկա բան, չկա, այսինքն կարծես թե դա մեր մշակույթը չէր, կարծես թե դա համաշխարհային մշակույթի մի մասնիկը չէր, որովհետև ինչպես գիտենք, Արցախի մշակութային ժառանգությունը բավականին հարուստ է, մոտ 5650 հուշարձան, որը մենք հստակ գիտենք եւ որովհետեւ թիվը բավականին մեր կարծիքով եւ ինչու՞ չէ միայն դա իմ կարծիքը չէ, այլ ընդհանրապես ովքեր որ զբաղվել են Արցախի մշակութային ժառանգության հարցերով ավելի մեծ թիվ կարող ենք ասել, ուղղակի ինչքան որ մենք գիտենք այդ թիվն ենք ասում եւ այդ հսկայական մշակութային ժառանգությունը այսօր 21-րդ դարում ոչնչացվում է, սակայն որևէ
արձագանք նորից եմ կրկնում բացի մի քանի հերթապահ հայտարարություններից որևէ քայլ չի ձեռնարկում, իսկ Ադրբեջանը արդեն անցել է բոլոր կարմիր գծերը, խախտել է բոլոր միջազգային կոնվենցիաները։ Իդեպ ես միայն վերջերս իմացա, որ արցախցիների մասսայական գաղթ եղել է նաև ուրեմն 18-րդ դար երկրորդ կեսին։ Այո։ Խնդրեմ այդ մասին։ Իրոք 1750-ական թվականներից հետո տեղի ունեցավ ուրեմն մի շատ մեծ ողբերգություն Խամսան, երբ որ Խամսան երկրպարակությունների պատճառով պատմական այդ մանրամասնություններին չանդրադառնանք, նաև ժամանակի սղության պատճառով Խամսայի միլիցիաները թուլացան, ինչպես գիտեք, նաև ստեղծվեց այսպես կոչված Ղարաբաղի խանությունը եւ այդ ամեն ինչը պատճառ դարձան, որ հայ բնակչությունը ստիպված լինի մասսայական բռնագաղթվել իր հայրենիքից եւ ուրեմն դեգերել օտար ափերում։ Ուրեմն առաջին այդ երկրորդ կեսի 1750-ական թվականների գաղթը վերաբերվում է հատկապես Քաշաթաղի շրջանի հյուսիսին եւ Քարվաճառի տարածաշրջանին, երբ այդ տարածաշրջանից մասսայական գաղթ սկսվեց դեպի Վրաստան հիմնականում եւ ինչու՞ նաեւ դեպի Հյուսիսային Կովկաս, դեպի ուրեմն տարբեր, դեպի Արևելյան այսօր Կովկաս, այնտեղի խանություններ եւ այդ ցավոք սրտի այդ գործընթացը շարունակվեց նաեւ հետագայում, օրինակ երբ որ ուսումնասիրում ենք սկզբնաղբյուրները, ուսումնասիրում ենք տարբեր փաստաթղթեր, ուսումնասիրություններ, տեսնում ենք, որ օրինակ 1720-ական թվականների Արցախում կար 100,000 տուն բնակիչ, ասենք եթե միջին փոքր ընտանիքը հաշվում ենք 5 մարդով, ապա մոտ կես միլիոն մարդ։ Իսկ արդեն 1760-ական թվականների մասին արդեն այդ թվում նաև ռուսական հնագրական հանձնաժողովի Կովկասյան հնագրական հանձնաժողովի նյութերում Ցիցյանովի նամակներից օրինակ նշվում է, որ արդեն մնացել են մոտ 60,000 մարդ։ Այնուհետև 1780-ական թվականներին ոչ թե 60,000 մարդ, այլ 60,000 տոն ներկություն, արդեն իսկ 1783 թվականին օրինակ խոսում է 30,000 ընտանիքի մասին Արցախի տարածքում, սակայն շատ մեծ ալիք սկսվեց 1788-ից հետո։ Առաջին դա կապված է նաև Իբրահիմ խանի քաղաքականության հետ, որովհետև Իբրահիմ խանը ոչ միայն այդ հալածանքների քաղաքականությունը նաև ուղղորդվում էր հայերի բռնի իսլամացմամբ։ Նույնիսկ դրանից ձեռք չմնացին մելիքական տներ, օրինակ Մելիքի Եգանյանների մի մասը մահմեդականություն իսլամ ընդունեց եւ իսլամացավ եւ հետո այդ իսլամացված բնակչությունը օրինակ կոնկրետ Հադրութի Ժնանի Տողգյուղի համար պատուհաս դարձան։ Նույն ձևով ասենք Բերթաձորի ենթաշրջանի եւ ուրեմն Դիսակի միջև ընկած մի գյուղախումբ կար, որը հետագայում սկսեցին կոչել մուսուլմաններ։ Քիրսավանի տարածքը Շուշիի շրջանում, դուք Շուշիում ապրել եք, նաև գիտեք, այդ տարածքի բնակավայրերի բնակչությունը նույնպես եղել է հայեր, սակայն հետագայում Իբրահիմ խանի այդ ուրեմն եւ այդպիսի կարող ենք այդպիսի շատ օրինակներ բերել, օրինակ երբ որ ուսումնասիրում ենք Հայաստանի ազգային արխիվի 56-րդ ֆոնդը, այնտեղ հսկայական նամակներ ենք տեսնում, որ ինչպես մահմեդականացված իսլամացված հայեր դիմում են թե ուրեմն այն ժամանակվա Ղարաբաղի թեմի առաջնորդին, թե ուրեմն Սրբազան սինոդին, որպեսզի նորից հետ վերադառնան իրենց նախնիների, իրենց ուրեմն ծնողների հավատքին, այսինքն դառնան հայ առաքելական եկեղեցու զավակ։ Նույն ձևով նաև բռնագաղթը շատ մեծ թափ ունեցավ, օրինակ միայն Ջրաբերդից մոտ 1000 ընտանիք տեղափոխվեց դեպի Տաուշ։ Եվ եթե ուսումնասիրում ենք ներկայիս Մարտակերտի տարածքն էր։ Այո, Մարտակերտ եւ ամբողջ այդ Եղակերտ, Դաստակերտ, Տոնաշեն, այդ հատվածը Մաղավուզ դատարկվեց, ուրեմն գրեթե դատարկվեց բնակչությունից։ Ավելի ահավոր ուրեմն պատուհաս եղավ Արցախի համար աղա Մոհամմադ խանի արշավանքները, նրանից հետո Սովը եւ Ժանտախտը, որ բնակչությունը տարբեր տեսակի տարբեր թվեր ենք մենք հանդիպում 20,000 ընտանիք դեպի ուրեմն Շամախի խանություն, 8,000 ընտանիք դեպի Շիրվանի խանություն, դեպի Վրաստան հսկայական գաղթեր, գաղթում էին, մելիքները պարզապես իրենց բնակչությունը վերցնում եւ դուրս էին գալիս, եւ նույնիսկ ուրեմն օրինակ ասենք Մելիք
Ջումշուդը, Վարանդայի Մելիք Ջումշուդը ստացավ օրինակ, ասենք, Դսեղ Օձունի այդ ուրեմն շրջակայքը, ասենք, Մելիք Աբովը ստացավ Բորչալուի մի հատված։ Մի խոսքով, ասինքն այսօր էլ ասենք Գուգարքի Հյուսիսային հատվածում, այսօր որ Վրաստանի Հանրապետության տարածքում է, մենք կտեսնենք Դաղետ Խաչեն, Բոլնիս Խաչեն, այդ ամեն ինչը այդ բոլորը հենց այդ 1790-ական թվականների գաղթի հետևանքն են եւ դրա պատճառով արդեն 1797 թվականին Արցախում հաշվում էր 11000 ընտանիք։ Իսկ դրանից ընդհանրապես 19-րդ դարի սկզբին այդ ուրեմն գաղթը կանգ չառավ եւ նույնիսկ բերում են 3080 ընտանիք թիվը, որ մնացել է Արցախում, այսինքն Արցախ Խամսայի մելիքությունների տարածքի նկատի ունենք Արցախ ասելով այն ժամանակաշրջան, որը շատ ավելի մեծ տարածք էր, քան հետագայի ուրեմն վարչական միավորները եւ հետագայի այդ նաև թե Լեռնային Ղարաբաղի ինքնարարմարձը, թե Արցախի հանրապետությունը։ Եվ այդ տարածքում ընդամենը 3080 ընտանիք ելնել նշված չի թե այսինքն էթնիկ պատկանելիությունը, այսինքն սա նույնպես մտահոգիչ էր եւ իրոք, բայց ասեմ, որ աշխարհակաղակական փոփոխությունների հետևանքով, գիտեք, ռուս-պարսկական պատերազմի, ռուս-թուրքական պատերազմի, հատկապես ռուս-պարսկական պատերազմների հետևանքով, ուրեմն մելիքները, քանի որ իրենք համաբնակություն կար, ասենք կենտրոնացված բնակեցված են, մելիքները իրենց ժողովրդին վերցրել են, կենտրոնացված բնակեցվել են եւ նորից հետ վերադարձը համատաբար ավելի հեշտ է եղել, չնայած ասեմ, որ ռուսական իշխանությունները այնքան էլ տես ոգևորված չէին, բայց մելիքները կարողացան ժողովրդի հետ վերադառնալ, իհարկե այնտեղ որտեղ մելիքական իշխանությունը թուլացել էր, մասնավորապես, ինչպես գիտեք, գեներալ Մադաթովը արդեն տեր ու տիրակալ էր դարձել եւ Ղարաբաղի պրովինցիայի կառավարիչներ, ինքը օրինակ ասենք վարանդեցիների մի հատվածը չցանկացավ վերադառնալ Վարանդա եւ ինքը ասենք օրինակ կարողացավ վերադարձնել ընդամենը վարանդեցիների 187 ընտանիք, բայց օրինակ Մելիք Բեգլարյանները գրեթե ամբողջությամբ իրեն ժողովուրդը վերցրեցին, եկան եւ նորից տեր դարձան իրենց 20 գյուղերին, որոնք դա հետագայի մեր Շահումյանի շրջաններ Արցախի հանրապետության եւ եւ տարբեր տեղերից վերադարձան Արցախ դիզակի մելիքներ իրենց բնակչության մի մասին վերցրեցին եւ եկան նույն ձևով Ջրաբերդի Մելիք Աթաբեկյանները օրինակ Մելիքվանին վերադարձավ իր հպատակների հետ եւ նոր բնակավայրեր կառուցեց օրինակ ասենք նույն Կուսապատից ուրեմն ինքը մի մասին բնակեցրեց Մարտակերտ եւ հիմնեց Մարտակերտ գյուղը, որը հետագայում դարձավ շրջկենտրոն եւ քաղաք։ Մի խոսքով, այսպես այդ ուրեմն գաղթը, այդ մեծ գաղթը, որ եղավ, բայց ժողովուրդը իր մեջ ուժ գտավ, քանի որ կենտրոնացված էր, քանի որ ուներ առաջնորդներ եւ կարողացավ, այսպես ասենք, համահավաք վերադարձ կազմակերպվել նորից Արցախ եւ նորից հայացան, իհարկե, օրինակ ասենք Տաուշ ուրեմն գաղթածների մի փոքր մասը վերադարձավ, բայց օրինակ ասենք Լոռի գաղթածների մեծ մասը վերադարձավ, մի մասը մնաց, բայց գոնե մի ասենք 50%-ից ավելին վերադարձան իրենց նախկին բնակության վայրերը։ Սա էր ամբողջ այդ ուրեմն բռնագաղթի ճակատագիրը, որ եղավ պատմությունը, իհարկե այդտեղ շատ ուսումնասիրելու հարցեր կան, որը մենք այժմ ուսումնասիրում ենք եւ կարծում ենք, որ ինչ որ մի ուրեմն արդեն հստակ համապարփակ աշխատանքի ականատես կլինենք։ Այսինքն փաստորեն վերադարձ եղել է։ Միանշանակ։ Եվ տրամաբանորեն պետք է հետևել հարցը տամ ձեզ Պարզ է, որ ձեր գլխավոր երազանքը ու նաև էլի տասնյակ հազարավոր արցախցիների, եթե ոչ ավելի երազանքը վերադարձն է հայրենիք, դուք այս հեռանկարը իրական եք համարում, հնարավոր է այդպիսի բան, ինչպես է ձեզ այն պատկերանում։ Միանշանակ հնարավոր է ճիշտ աշխատանքի դեպքում, ճիշտ կարևոր է այստեղ որպեսզի կենտրոնացված մնանք
չնայած տարբեր սոցիալական դժվարությունները, տարբեր ուրեմն տեսակի քաշքշուկներ կան, տարբեր տեսակի ուրեմն ճնշումներ կա, նաև որոշակիորեն նաև այսպես կոչված այդ արցախայության նկատմամբ այդ ուրեմն վերաբերմունքը որ կա, այդ բոլորը ուրեմն հասկանալի է, բայց եթե ցանկանում ենք այդ վերադարձի գաղափարը մնա վառ եւ մենք կարողանանք իրական վերադարձ ունենալ, պետք է ապրենք, աշխատենք եւ այդ վերադարձի ուրեմն իրավունքի համար պայքարենք հենց Հայաստանի Հանրապետության տարածքում, որտեղ սա մեր հայրենիքն է եւ մենք պետք է այստեղ ուրեմն մեր գործունեությունը ծավալենք, որպեսզի կարողանանք նորից Արցախը կազմակերպված նորից համահավաք վերադառնանք Արցախ։ Արամ Բալայանն ասում էր, որ կախված այն հանգամանքից ինչ աշխարհաքաղաքական հեղաբեկումներ կլինեն, շատ հնարավոր է, որ նաև բարենպաստ պայմաններ կլինեն վերադարձի համար, ինչին մենք պետք է պատրաստ լինենք։ Համաձայն եք դրան։ Միանշանակ, որտեվ հենց պատմական փորձը ցույց է տվել, որտեղ եղավ աշխարհաքաղաքական փոփոխություններ, ինչպես նշեցի, պատերազմներ եւ այդ պատերազմներից հետո, այսինքն աշխարհաքաղաքական պատարտիչ չէ նաեւ պատերազմներ լինեն, իհարկե ոչ մեկ չուզում, բայց համենայնդեպս դա այդ պատերազմները մեր հետ կախված չէին։ Իհարկե նաև մեզ էր անմիջապես վերաբերվում, բայց մենք չէինք պատերազմողը, այսպես ասենք, եւ բնականաբար այդ աշխարհաքաղաքական փոփոխությունների հետևանքով է, որ Արցախահայությունը նորից վերադարձավ իր հայրենիք։ Չնայած այն ժամանակատարբերությունը, որ գոնե որոշակի քանակությամբ մնացել էր եւ ուրեմն ճիշտ է քիչ, բայց եւ ասենք օրինակ շրջաններ կար, որ լիովին ուրեմն դատարկված էին, ամբողջական գյուղախմբեր պարզապես դատարկված էին։ Բայց մարդիկ վերադարձան եւ նորից տեր դարձան իրենց հայրենիքին։ Օրինակ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղը, տեսեք, քանի անգամ է ուրեմն սկսած դեռևս այդ ժամանակներից անընդհատ բռնագաղթ նորից, բայց մարդիկ վերադարձել են իրենց նախնիների, իրենց հայրենիքը։ Լավատես եք։ Միանշանակ, եթե լավատես չլինեմ, էլ արդեն իմ ապրելու իմաստը կկորի եւ ընդհանրապես իմ Հայաստանի Հանրապետությունում ապրելը կիմաստազրկվի։ Պարոն Հովհաննիսյան, մի ցավոտ հարցի մասին եմ ուզում խոսենք եւ կարծում եմ, որ այդ մասին արժե բարձրաձայնել, որովհետեւ ինչպես ասում են, կենցաղային մակարդակից այդ խնդիրն արդեն բարձրացել է։ Ուրեմն գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև կարծես արդեն իսկ ձևավորվել է անհանդուրժողականության մթնոլորտ։ Հասկանում եք ինչի մասի եմ խոսում։ Այո։ Ինչ է կարծում, որտեղից է այդ արցախատիացությունը, այն մեծապես վնասաբեր չէ։ Միանշանակ այդ այսպես կոչված այդ հատվածականությունը, որ մեր ժողովրդին ցավոք սրտի ուղեկցել է, դա նոր չէ։ Այսինքն դա մեր ժողովրդի տարբեր հատվածների նկատմամբ միշտ այդպիսի երևույթներ, այդպիսի մթնոլորտ տեղի ունեցել, նույնիսկ ասեմ, երբ որ տեղի ունեցավ դեպի երկիր ուրեմն շարժը եւ Արևելյան Հայաստանից բազմաթիվ երիտասարդներ գնում եւ պայքարում էին Արևմտյան Հայաստանի ազատագրության համար, արևմտահայերի, ասենք նույն Վանում, օրինակ Արամ Մանուկյանին, Վանա Իշխանին, Վասպուրականում օրինակ մյուս ովքեր մեր գործոն նույն Նիկոլ Դումանին, այսպես նայում են զգուշավորությամբ, ասում են սով անվստահությամբ։ Այ անվստահությամբ եւ նայում են ասում են ովքեր են որ եկել են մեզ պիտի ղեկավարեն, մեզ պիտի մեր ազգային ազատագրական պայքարը պիտի ղեկավարեն։ Այսինքն եւ Արամ Մանուկյանը միշտ իր կյանքի ողջ ընթացքում է դրա դեմ պայքարել, որտեղ ինքը դա նաեւ ականատես եղավ հենց ուրեմն նաեւ Արևելյան Հայաստանի տարածքում եւ բազմաթիվ այսպես ցավալի հիշողություններ կա, թե ինչպիսի վերաբերմունք կար արևմտահայ գաղթականության նկատմամբ։ Այո, որբանոցներ կային, այո, ամեն ձևով, ասենք թե Մայրաթուր, Սուրբ Էջմիածինի, թե տարբեր բարեսիրական ընկերություններ կազմակերպում էին այդ ամեն ինչը, բայց ժողովրդի մի հատված անհանդուրժողական վերաբերմունք ուներ արևմտահայ գաղթականության նկատմամբ։ Նույն ձևով, ասենք, Զարևանդը մի շատ հետաքրքիր աշխատանք ունի, փոքր աշխատանք է, խորտ կտամ կարդաք, հետադարձ հայացք է կոչվում եւ այն
այնտեղ ասում են արևմտահայերի վերաբերմունքը հենց Հայաստան որպես պետականություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ կամահարական ասելով արևմտյան Արարատյան Հանրապետություն ասենք Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը Փարիզի խաղաղության վեհաժողովին չվստահել է եւ ազգային պատվիրակություն ուղարկել է Պողոս Նոբայի Փաշայի գլխավորությամբ այս ամեն ինչը հենց այդ հատվածականությունն է որը կարծես թե ինչա բանին այդ օրինակ կարելի քաղցկեղի նման այսպես մետաստազ է տվել եւ մեր ժողովրդի ներսից այսպես կրծում է նույն ձևով ասենք Սփյուռքահայ հայրենադարձների նկատմամբ 1946 թվականից հետո վերաբերմունք տարբեր էլի պատմություններ գիտեմ ես երբ որ այո հայագիտական թեքնոլոգիա դպրոցում սովորում էի մեզ արևմտահայ գրականություն եւ Սփյուռքահայ գրականություն եւ արևմտահայերեն դասավանդում էր Գեգամ Սևանը հայտնի գրականագետ էր գրող էր եւ ինքը պատմում էր որ իրենք եկել էր ինքը Պոլսեցի էր եկել էր եւ վերաբերմունքը ասենք աղբար շուն չգիտեմ նարինջու տողներ եւ այլն այսինքն սա միշտ եղել է որը ցավալի է իհարկե եւ շատ հաճախ այն կենցաղային մակարդակից ավելի է բարձրացել որ այսօր մենք տեսնում ենք նաեւ արցախահայության նկատմամբ եւ ասեմ որ ցավոք սրտի այսօր ուրեմն այդ արցախահայության գեներացնողը հենց Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչներն են։ Մենք տեսնում ենք, չգիտեմ, ուրեմն վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի մակարդակով, իշխանամերձ լրատվամիջոցներ, ազգային ժողովի պատգամավորների խոսույթ, որը բնականաբար տարբեր ուրեմն հենց իշխող ուժի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մակարդակով ուրեմն այդ այնքան ժողովրդի մեջ ինչքան որ դա գեներացվում է իշխանամերձ լրատվամիջոցներով եւ իշխանության ներկայացուցիչների ուրեմն խոսույթով, որը ցավոք սրտի ականատես ենք լինում, սակայն ամեն ինչով պետք է պայքարել եւ ժողովրդին ուրեմն հասկացնել, որ ի վերջո մենք մի ժողովուրդ ենք, մենք պայքարել ենք մի հայրենիքի համար եւ հենց այս երևույթները կարծում եմ որ արդեն իմ կարծիքով պետք է մարվեն եւ ընդհանրապես մեր ուրեմն լեքսիկոնից մեր ժողովրդի այդ հատվածական ի վերջո մենք պետք է այդ հատվածականությունը հաղթահարենք նորից եմ կրկնում սա կարող է վաղը մեկ այլ ցավոք սրտի ցավալի եմ ասում բայց կարող է մեկ այլ ուրիշ ասենք մարզի մեկ այլ ուրիշ մեր արիալային խմբի նկատմամբ նույն վերաբերմունք լինի որը անթույլատրելի եւ անհանդուրժելի է այո ձեր նախորդ մեր հյուրի վաստակաշատ լրագրող Միքայել Հաջյանի հետ խոսեցինք, որ նման պատկեր կար, հիշում եք խմբապետ Շավարշ Եղիշեչարենցի, որ դժգոհում է, որ եկել էին իրենք Երևան, դժգոհում էին եւ ինքը դժգոհում էր, որ վատ ընդունեցին այդ հատվածականության արտահայտությունն է կարծես մի քիչ սքողված անհանդուրժ ժողովականություն, բայց մեր օրերում խնդիրը կարծես ահագնացել է եւ միանշանակ դատապարտելի է, որ պատասխանատու մարդիկ գեներացնում են նման գաղափարներ։ Պարոն Հովհաննիսյան, թույլ տվեք մի այսպիսի հարց տալ ձեզ, ով հանձնեց Արցախը։ Ես այդ հարցի մի քիչ ուրիշ ձևով կպատասխանեմ 2018 թվականին հունիսին ես ոչ Նոստրադամուսն եմ, ոչ Վանգան եմ, ոչ էլ չգիտեմ ինչ-որ գուշակություններ, ոչ էլ քաղաքագետ եմ, ոչ ինչ-որ քաղաքական վերլուծություններ, բայց իրավիճակի վերլուծությունից ես մի օր հունիսին, լավ հիշում եմ, 2018 թվականի հունիսն էր, ես կնոջս ասեցի, որ մեր գլխին ցավոք սրտի ես կանխատեսում ունեմ, չգիտեմ այդ կանխատեսումը որտեղից է, բայց մեր գլխին կացին է իջնելու ընդհանրապես հայ ժողովրդի գլխին եւ ամենամեծ դժողը հենց Արցախն է լինելու եւ գինը զարմացած ինձ նայեց, ասում է լավ, չես կարողանում մի լավ բան ասել, ասի ցավոք սրտի ես վատ կանխազգացում ունեմ եւ ցավալիորեն եմ սա ասում եւ 2020 թվականի պատերազմը կարծես թե այդ կանխազգացումներ իհարկե ես չէի պատկերացնում որ կարող է նաեւ լինել 23 թվականի սեպտեմբերի 19-ը անկեղծ ասած բայց իրադարձությունները շատ ավելի արագ ընթացան, զարգացան եւ այսօր ունենք այն ինչ ունենք
Եվ ես երբ որ ասում եմ 2018 թվականի հունիսի, այդ կանխազգացումը արդեն հասկանալի է, թե քաղաքականությունը որտեղ էր տանում։ Մի պատմությունից մի դեպք պատմեմ եւ երևի թե այդ ամեն ինչը հասկանալի կլինի։ Երբ որ Սաքարիայի ճակատամարտում հունական զորքերը պարտվեցին թուրքերին եւ Փոքր Ասիան կորցրեցին, Հունաստանը կորցրեց ոչ Փոքր Ասիան եւ տեղ ունեցավ նաեւ Զիմյուրնիայի հույների եւ հայերի ուրեմն կոտորածը, բնականաբար Հունաստանը ալեկոծվեց, այն ժամանակ ինքը սահմանադրական միապետություն էր, թագավոր Գյորգ թագավորը փախավ երկրից եւ ժողովրդի պահանջով դատարանի առջև կանգնեցին այն ժամանակվա բոլոր բնականաբար պատասխանատուները եւ տեղ ունեցավ նաեւ շատ հայտնի դատավարություն, որ Հունաստանի պատմության մեջ մնացել է որպես 6-ի դատավարություն եւ վարչապետ ուրեմն ուժային կառույցների ղեկավարներ, Փոքր Ասիայում գործող հունական զորքերի գլխավոր հրամանատար եւ այլն 6 հոգու դատապարտեցին ուրեմն այն ժամանակվա Հունաստանի օրենքների համաձայն մահապատժի, մնացածին երկար տարիների բանտարկություն եւ ցմահ եւ ասեն, որ այդ ժամանակվա վարչապետի ծորը հետագայում 98 տարի անց դիմեց Հունաստանի գերագույն դատարանին այդ գործը վերաբացելու համար։ Հունաստանի գերագույն դատարանը 8-10 ամիս չեմ հիշում, այդպես լավ, ինքը քննեց այդ գործը եւ ի վերջո հայցը բավարարեց մասնակի, այսինքն այն ինչ հոդվածներով մարդիկ դատվել են Հունաստանի գերագույն դատարանը, որ այն ժամանակվա օրենքների համաձայն, իհարկե մի մասով եղել է ոչ ճիշտ, այսինքն այնտեղ կոնկրետ ասեն դավաճանություն որպես այդպեսին կոնկրետ չեղի, բայց մնացած կետերով մարդիկ արժանացել են այն պատժին, որը այն ժամանակ թույլ էր տալիս Հունաստանի համապատասխան օրենքները։ Կարծում եմ ես ձեր հարցին պատասխանեցի։ Հասկանալի է։ Պարոն Հովհաննիսյան, այս հարցը ավանդաբար տալիս է մեր բոլոր հյուրերին, երբ ասում ենք Արցախ, ինչ եք մտաբերում, որևէ բնակավայր, որևէ խորհրդանիշ, որևէ անհատ, որևէ իրադարձություն։ Բնականաբար Արցախ ասելով ես առաջինը մտաբերում եմ իմ հայրենի գյուղը, որը ցավոք սրտի համարյա թե բնաջնջված է։ Ես մտաբերում եմ այն մշակութային ժառանգությունը, որ ինձ բախտ է վճակվել վկայագրելու եւ նաեւ մի մասը հանրահռչակելու իմ հաղորդաշարի ընթացքում, նաեւ որպես ազգագրագետ, նաեւ մտաբերում այն ուրեմն մեր ավանդական մշակույթը, որ կար մեր գյուղերում, եւ ես որպես ազգագրագետ գրի առնում այդ ամեն ինչը, նկարահանում էի, նկարում էի, մարդկանց ձայնագրում էի, եւ Արցախյան այդ համու հոտը ես որ մտաբերում եմ արդեն, չգիտեմ, մարդկային ինչ ուժ է պետք, որպես այդ ամեն ինչին դիմանա, որտեվ ես նշեցի նյութական մշակութային ժառանգության մասին, որը ասենք հիմա շենք է, կարող է մի մասը յուրացվի, բայց որոշակիորեն պահպանվի կամ կիսավեր իրավիճակում է, դա հնարավոր է վերականգնել, բայց այն ոչ նյութական մշակութային ժառանգության, այսինքն մեր ավանդությունները, սովորությունները, որոնք կապված են հենց այդ տարածքի հետ, հենց այդ պատմական լանդշաֆտի հետ, որտեղ մեր ինքնությունն է ձևավորվել, որտեղ մեր արմատն է, այսօր այդ ամենը կորսված է, իսկ ամենամեծ արժեքը մարդը, որ այսօր իր հայրենիքում չի ապրում եւ այդ ամբողջ ավանդական մշակույթից ես չեմ ուզում ինչ-որ վատ կանխատեսումներ անել, բայց եթե մենք չվերադարձանք, ապա դա հավիտյանս կորցնելու ենք։ Շնորհակալություն։ Դեզ շնորհակալ։ Բարեկամներ, ես Կարեն Միրզոյանն եմ, կհանդիպենք։